Ողջույն։ Այսօր խոսելու եմ իմ երբևէ լսած ամենից խնդալու քրեական գործերից մեկի մասին։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մոկոնել են նոր մեղադրանք։ Եթե նախկին մեղադրանքը հակասահմանադրական էր, սա պարզապես խնդալու է։ Հունիսի 14-ին, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարեց, որ նա 3 օրով մեկնում է, ինձ մոտ հարց առաջացավ, թե լավ, ինչ են հայտարարում, գնում է լավ է անում։ Պարզվեց գրասենյակը Նիկոլի բզիկներին շատ ավելի լավ է ծանոթ։ Հաստատ մի բան հորինելու էին։ Հեչ որ չէ, այրոպորտում նկարելու էին ու ասեին, ահա, փախչում էր երկրից։ Ռոբերտ Քոչարյանին արգելվեց երկիր լքելը։ Առանց պատճառի, արգելանք կա եւ վերջ։ Հակակոռուպցիոնն էլ, քննչական կոմիտեն էլ ասել էին, որ Քոչարյանի ելքը երկրից սահմանափակված չէ։ Այսինքն, մեկ հոգի եւ կռահում եք թե ով պարզապես հրահանգել էր եսիմ ում չթողնել կոնկրետ մեկնի։ Վստահաբար հրահանգողն էլ, կատարողն էլ քրեական հանցանք են գործել։ 2 օր անց արդեն Ռոբերտ Քոչարյանին հրավիրում են եւ մեղադրանք առաջադրում ամենազավեշտալի քրեական գործերից մեկով։ Փորձենք մոդելավորել մոտավորապես այսպես։ Մարդամեկը զանգում է ԱԱՑ ինչ-որ մեկին, պահանջում է արգելել ելքը երկրից։ Նա ասում է, բայց քրգործ չկա ոնց որ։ Սա ասում է, դու նաղդը մի թող դուրս գա, ես հեսա կզբաղվեմ։ Զանգում է դատախազին, թե դե արագ-արագ մի բան հորինեք։ Հետո զանգում է կենտրոնական տրական հանձնաժողով, թե հեսա դատախազը մի բան կբերի, դեռ չգիտեմ ինչ է բերելու, խաբար չեմ, բայց մի բան կբերի, դուք էլ կզրկեք անձեռնմխելիությունից, կտաք հավանություն։ Գուցե այս ամենը անում է SMS-ով, արդեն էական էլ չէ, բայց մոտավորապես այսպես եմ պատկերացնում։ Այդ ընթացքում մեկ այլ իմ կարծիքով հանցագործություն է տեղի ունենում։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում է հայտնվում Զվարթնոցում տեղադրված ԱԱՑ սահմանապահ ծառայության իրավասության տակ գտնվող սահմանային անցակետի տեսախցիկի տեսանյութից մի հատված, որտեղ եւ Ռոբերտ Քոչարյանի ելք արգելելու մասին հատվածն է։ Փաշինյանը առանց կարմրելու արդարացնում է, ասում է ԱԱՑ-ի ինֆորմացիան է, իրենք են որոշում ոնց արտահոսք անեն։ Ունեք մեկնաբանություն։ Ես չունեմ։ Ինչը մեկնաբանեմ։ Ոնց բնորոշեմ։ Փորձենք դա էլ մոդելավորել։ Նույն Փաշինյանը հետո զանգում է էլի մի պաշտոնյայի, թե այսպես մոտավորապես Քոչարյանի արգելելու կադրերը տեսախցիկը նկարել է, այնտեղ ասում են հա շեֆ։ Դե հələ այդ կտորը ասա կտրեն տան։ Բայց շեֆ ասում է, այդ անօրինական է, չի կարելի։ Ես եմ քեզ ասում տուր, ես եմ որոշում, որն է օրինական, որն է անօրինական։ Ջղայնանում է Փաշինյանը։ Դե պաշտոնյան էլ հո իրական իրավաբան չէ, կամ գործի նվիրյալ։ Ասում է, դե որ ասում, հա, ուրեմն տենց է էլի։ Զանգում է իր հերթին, պատվիրում է այդ հատվածը հանել, կտրել ու օրինակ WhatsApp-ով ուղարկել իրեն։ Հետո արդեն այդ նույն վիդեո հատվածի վրան գրում է ուղեկցող մի քանի տող, թե Քոչարյանը փախչում էր եւ այլն։ Ուղարկում է մեկ այլ իր աշխատակցի, այս անգամ իր կայքի ու հրահանգում, թե հենց հիմա տեղադրեք։ Այդ աշխատակիցն էլ իր հերթին, թե շեֆ, բայց արագ կվառվես, որ հենց դու էլ տվել ես սա։ Ասում է թքած, նենց բաներ անելուց են վառվել տնաշեն, մի հատ ավել, մի հատ պակաս, դրեք թող լավ տարածվի։ Բայց շեֆ շարունակում է, որքան էլ չլինի, լրագրող այդ մեկը շարունակում է, էլի, չենք կարող գրել, որ փախչում է, որովհետև իր գրասենյակը ցերեկը արդեն տեղեկացրել է, որ մեկնելու է, տրամաբանություն չկա, եթե փախչելու լիներ, ինչի պետք է հայտարարեր։ Համել մենք որպես մեդիա փչանում ենք, մեր ընթերցողները, հետևորդները, մեզ ինչ կասեն, կփչանանք էլի, կվերջանանք։ Լսի, անկեղծանում է Փաշինյանը։ Ես սենց բաներ եմ փչացրել, վերջացրել, արա ինչ ասում եմ։ Նման չէր։ Թե չէ, դժվար է պատկերացնել, թե ցանկացած մեկը նույն ԿՊ-ից կարող է ԱԱՑ-ը զանգել, ասել հələ մի հատ դավայ, տվեք այդ վիդեոն։ Իհարկե չի կարող։ Դա կարող է մեկ մարդ եւ վստահաբար դա արվել է Փաշինյանի ձեռամբ։ Ու գիտեք, այդքանից հետո այդ ամենը գցել ԱԱՑ-ը ինչ որ պատասխանատուի վրա, առնվազն բարոյական տեսանկյունից նողկալի է։ Տրամաբանությունն էլ 0։ Դժվար թե ԱԱՑ-ում աշխատում են մարդիկ, որոնք հատուկ վատ վերաբերմունք ունեն Քոչարյանի նկատմամբ, որ ուզենան այդպիսի ուղղակի իրենց կարիերան վտանգի տակ դնել,
կամ վատություն անեն։ Ինչի պիտի վատություն անեն։ Մի մարդու, ում օրոք գլուխները բարձր էին քայլում, իրենց լավ էին զգում, որ հայ են, հաղթանակած Հայաստանն են ներկայացնում, այսօրվա պես չէ, որ գլուխները կախ կատարում են նախկին դեղին մամուլի լրագրողի ապօրինի հրամաններ, չիմանալով էլ վերջը ուր է մեզ բոլորիս հասցնելու։ Սա մաքուր լիազորությունների վերազանցում է։ Լավ, եկեք փորձենք հասկանալ Նիկոլի տրամաբանությամբ։ Իսկ ինչու է ԱԱԾ-ն որոշել հենց Փաշինյանի ընտանեկան կայքին տալ արտահոսք տեսանյութը, որ հակակոռուպցիոնը, քննչական կոմիտեն, դատախազությունը մասնակցում են Նիկոլի քաղաքական օպոնենտների վարկաբեկմանը, ֆիքսել ենք, բայց որ դրանց է միացել ԱԱԾ-ն, նոր բան էր։ Չէ՞ որ սա արվել է վարկաբեկման նպատակով, որ հանրությանը փորձեն սուտ մակագրված լուրով մոլորեցնել, իբր Քոչարյանը փախչում էր երկրից։ Ֆիքսենք։ Երբ ԱԱԾ-ի պահպանող տվյալը հայտնվում է երկրի ղեկավարի ընտանիքի կայքում, դա վերացնում է սահմանը պետական ռեսուրսների եւ անձնական քաղաքական նպատակների միջև։ Ժողովրդավարական եւ իրավական համակարգերում ոչ մի պաշտոնյա անձնական սեփականության իրավունք չունի պետական ինստիտուտների ինֆորմացիոն բազայի վրա։ Այդ ինֆորմացիան տնօրինվում է բացառապես օրենքով, այլ ոչ թե անձնական ցանկությամբ։ Անձնական կյանքի գաղտնիությունը հիմնարար իրավունքներից է։ Պետական մարմինները պարտավոր են ավելի բարձր չափանիշներով պաշտպանել իրենց մոտ գտնվող անձնական տվյալները, քան մասնավոր անձինք։ Եվ առանց իրավական հիմքի ԱԱԾ-ն իրավունք չուներ դա տարածել։ Փաստացի Նիկոլի Հայաստանում ոչ մեկի անձնական տվյալները պաշտպանված չեն։ ԱԱԾ-ն կոչված է պետության եւ քաղաքացիների անվտանգության ապահովմանը, ու եթե նա է արտահոսք անում, որը խախտում է իրավունք, առանց դրա հատուկ ու ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու, ուրեմն պետական ինստիտուտից վերածվում է պարզ քաղաքական գործիքի։ Այսպես են պետական ինստիտուտները վստահությունը կորցնում, հարգանքը կորցնում, ընդամենը մեկ մարդու պահիտակ եկած կապրիզի խաթեր։ Բա պատկերացրեք, ամեն պետական մարմին ինչ ինֆորմացիա ունի քաղաքացու մասին։ Տա Նիկոլի ընտանեկան թերթին, որ նա էլ հրապարակի։ Հարկային է, ոստիկանությունը, առողջապահության համակարգը, բանկային մարմինները, դատարանները իրենց մոտ եղած քաղաքացիների գաղտնի տվյալները սկսեն ուղարկել հայկական ժամանակին։ Ըստ ՔՊ-ի քաղաքական կամ Նիկոլի անձնական նպատակահարմարության։ Ժողովուրդ ջան, իմացեք, որ ձեր անձնական տվյալները Նիկոլի կառավարության եւ ոչ մի օղակում օրենքով պաշտպանված չեն։ Ավելի ճիշտ այդ օրենքը գործում է, քանի Նիկոլը չէ դա հրամայում։ Իր հրամանից հետո գործում է Նիկոլի անձնական քմահաճույքը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բարձր է։ Հիմա անդրադառնամ մեղադրանքին։ Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից թույլ չտալը արդարացնելու համար տեսնենք ինչ են մոկոնել։ Ուրեմն, ասում են իբր չարաշահել է պաշտոնյական դիրքը եւ փողերի լվացում է արել։ Ոնց է ինչու, ասեք։ Հա, կարող է տպավորիչ լինել, այն էլ սրանց տասնամյակներով տարածած նարատիվների ֆոնին։ Բայց հələ մեջը նայեք, ցնդելու բան է։ Ուրեմն կառավարությունը 2004 թվականի նիստերից մեկում կայացրել է որոշում, իսկ Ռոբերտ Քոչարյանը լինելով նախագահ վավերացրել է այդ որոշումը։ Պատկերացնում եք ինչ սարսափ։ Նախագահը վավերացրել է կառավարության որոշում։ Սա մեղադրանքն է։ Երևի չիմանան մանր-մունր ԿՊԱ-ականները, բայց այդ ժամանակ գործող սահմանադրությամբ կառավարության որոշումները նախագահը պետք է վավերացներ, հակառակը անելը հետևանք չուներ։ Օրենքն էր այդպիսին, սահմանադրությունը։ Պատկերացրեք, վավերացումից առաջ ստուգել այդ որոշումների իրավաչափությունը կարող էր, բայց անգամ դրա իմաստն էլ չկար, որովհետև ստուգած էլ գալիս էր պետությունը էր, հասնում էր նախագահին այդպես, իսկ նախագահը ընդամենը վավերացնողն էր, իր ուղիղ պարտականությունը կատարելով։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը, ենթադրենք, իր նախագահության ժամանակ վավերացրել է 5000 որոշում։ Դուրս է գալիս, կարող է մեր սիրելի դատախազը 5000-ի համար էլ քրեական գործ հարուցել։ Որոշումը կայացրել է կառավարությունը, որը կոլեգիալ մարմին է, նախարարներ եւ այլն։ Իսկ այն վավերացնելը հանրապետության նախագահային տրված լիազորության, պարտականության եւ նաեւ անձեռնմխելիության շրջանակներում է, որը չի կարող դառնալ քննության առարկա, եթե ամեն բան օրենքով է։ Իսկ այստեղ ակնհայտ է, որ օրենքով է։
Եթե այդ որոշման մեջ կա խնդիր, ապա պետք է դրա համար նախ քրեական գործ հարուցել այն կայացնողի, այն է 2004 թվականի ամբողջ կառավարության նկատմամբ, բայց հարցը այն է, որ դա էլ է աբսուրդ։ Շատ կարճ անդրադառնամ։ Ասում են ուսումնական հաստատություն հանդիսացող թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց պոակին պատկանող հողատարածք եւ դրա վրայի շինություն է օտարվել։ Այնինչ դա ուսումնական հաստատություն չի եղել, պոակի գույքը չի եղել, կառավարության գույքն է եղել, ընդ որում կիսաքանդ, վթարային, սովետից մնացած մի կառույց, ինչպես հարյուրավոր այդպիսի կառույց կոչվածն էլ։ Նա էլ վաճառել է, ինչպես եւ հարյուրավոր այդպիսի կառույցներ, որը գրեթե մշտապես քանդում ու տեղը նորմալ շինություն է սարքում, ինչին է պետք ներդրողի սովետից մնացած վթարային պատերը, որը հենա փուլ է գալու մարդկանց գլխին։ Մեղադրում են, որ ուղղակի վաճառքի ձևով է մասնավորեցվել, սակայն թե աճուրդով, թե մրցույթով, թե ուղիղ վաճառքը օրենքի շրջանակներում է։ Բացի այդ, հողատարածքը չի վաճառվել, տրվել է վարձակալության, այսինքն այդ մեկն էլ սխալ են գրել։ Ստացվում է դատախազությունը քրեական գործ է հարուցել առանց ուսումնասիրել հասկանալու։ Եվ ամենազավեշտներից մեկն էլ այն է, որ մեղադրանքը առաջադրվել է այնպիսի հոդվածներով, որոնց վաղեմության ժամկետը վաղուց անցած է։ Ասում եմ, չէ, արագ մոկոնել են, որ մարդու արգել են դուրս գալ երկրից, որ պարզապես վատություն անեն, որ մարդամեկի հոգին փառավորվի։ Հիշում եք, չէ, մարտի 1-ին ոնց էր ասում։ Կարճ ասած։ Ժորժան, այս խարդախները Քոչարյանի մասին ինչ ասես, որ չեն ասել։ Էլ աշխարհի մեղքերի մեջ են մեղադրել, բայց իրականում կամ մեղադրանք են հարուցում հակասահմանադրական հոդվածով, կամ էլ վաղեմության ժամկետը անցած 20 տարի առաջվա կառավարության որոշման համար, որի հետ էլ ինքը կապ չունի։ Ու զզվելի է, երբ պետական բոլոր մարմինները այսպես անօրեն ենթարկվում են մարդամեկի պարանոիդ ֆանտազիաների սպասարկմանը։ Պետական անկախ մարմինները այս տարիներին կորցրել են անկախությունը, ինքնուրույնությունը, օգտագործվում են Նիկոլի քաղաքական հակառակորդների դեմ։ Ոչ միայն Նիկոլի իշխանությունը լեգիտիմ չէ, այլև սրա օրոք պետական անկախ մարմիններն են վարկաբեկվում անխնա։ Բոլորը աշխատում են արտակարգ իրավիճակում, պետական ճգնաժամի մեջ։ Մինչև երբ վստահ եմ իրենք էլ չգիտեն, վստահ եմ արդեն հոգնել են։